Բարելույս Հայաստան, բարելույս հպարտ հզոր իմ հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, սիրելի իմ բարեկամներ, այսօր ես իմ ուղերձը ուղղում եմ ձեզ յուրաքանչյուրիդ, ես խնդրում եմ ձեզ բոլորիդ ունենալ մեծ մասնակցություն ընտրություններին և 2026-ին մերժեք 16-ին, հիմնավոր եմ, ինչու եմ ես ձեզ խնդրում դրա մասին, Նիկոլ Փաշինյանը, երբ որ խոսում էր, որ սարերի վրա ձյուն կա, այդ սարերը մեզ պետք չեն, նա մարսեց, երբ որ նա ասեց դժգույն էր Շուշին, նա մեզ պետք չի, նա մարսեց, երբ որ նա ասեց Արցախը Ադրբեջանը եւ վերջ, եւ Ադրբեջանում մենք ոչ մի բան չենք արել, նա մարսեց, եւ վերջերս այդ գիշատիչը լեզուն ֆռած անգամ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում հայեր երբեք չեն ապրել, Հայաստանն եք ուզում ազնեք, Նիկոլ չի ստացվելու, երկրորդը իրեն ընկերը Արամ Սարգսյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը սրանից էլ առաջ գնաց, նա ասում է հետևյալը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրում են հայեր, ովքեր մուսուլման չեն, դուք լուրջ եք ասում, այս հանրապետությունը ընդհանուր եք ուզում ազնեք, ծոծրակներդ կտենակ մի սանտիմետր հող չեք տենա, դավաճաններ, սիրելի բարեկամներ, երբ որ նա խոսում է Խաչքարերից, նա ստում է, հիշեք իրեն բառերը, նա ասում էր խոնվզերիցս չեն կախելու մանգան, երբ որ նա խոնարհվում է շիրիմների առջև, նա ստում է, ինչի համար, շիրիմների դեմ խոնարհվողը չի հրահանգ տա իրեն յանիչարներին ծեծել հերոսների ծնողներին, երբ որ նա ասում է ես ձեզ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, նա ազգանվեր տղեկին չի տանի, լսնի Ադրբեջանի բերդերը և ԱԱԾ-ի պատվալները, հիշեք դա, սիրելի բարեկամներ, հիշեք, նա ստում է, երբ որ նա ասում է 8 միլիարդի ես զենք եմ առել, նա ստում է, ինչի համար է ստում, 8 միլիարդի զենք առնել պետք չէր Նիկոլ, ընդամենը պետք չէր բանտիկով Արցախը իրեն զինամթերքով և իրեն զինված ուժերով հասնել Ադրբեջանին, 6 միլիարդի զենք եք նվեր տվել ադրբեջանցիներին, դու հիմա զենքից ես խոսում Նիկոլ, դու սկի փամփուշտ սուերի համար չես կարող առնես Նիկոլ, սիրելի բարեկամներ, այս մարդը տանում է Հայաստանից Հանրապետությանը կործանման, այս մարդը թուրքահպատակ ազնվորություն է, իրենց ԿՊ-ով վերցրած, ինչպես ես եմ իրենց անվանում քանդիր պետությունը, իրենք նվիրալներ են, բայց իրենք նվիրալներ են Ադրբեջանին և Էրդոգանին, Էրդոգանը և Ալիևը այդ կան ողբերգություն չէր կարող բերել հայոց աշխարհից, իշքան որ արեց Նիկոլ Փաշինյանը իրեն կուտոկի իրեն խունտայի հետ միասին, սիրելի բարեկամներ, քույրեր և եղբայրներ, դուք պետք է գնաք ընտրության, դուք պետք է ընտրեք, որպեսզի չդավաճանվեք, դուք պետք է գնաք ընտրության, որպեսզի չնսերմացվեք, դուք պետք է գնաք ընտրության, որպեսզի չդավաճանվեք, դուք պետք է գնաք ընտրության, որպեսզի չստորացվեք, դուք պետք է գնաք ընտրության հանուն ձեր երեխաների, հանուն հայոց աշխարհի, հանուն մեր նահատակների, հանուն մեր զոհված տղեկի, հանուն մեր զոհված քույրերի, ուրեմն ասում ենք, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայկական սփյուռքը, կեցցե հայ ազգս, կեցցե հայկական Արցախը, կեցցե ջավախքահայությունս, կեցցե արցախահայությունս, կեցցե Սևանալիճս, կեցցե Սուրբ Մասիս լեռս, կեցցեք դուք մեր ավագ քույրեր և եղբայրներ, տատիկներ և պապիկներ, ձեր ցավը տանեմ, ձեր խոսքն է վճռականը, դուք պետք է ունենաք արժանապատիվ ծերություն, դուք պետք է հպարտանաք ձեր երեխաներով, թոռնիկներով և ծոռնիկներով, լինելով վստահ վաղվա օրվա մեջ, ձեր խոսքն է վճռականը, դուք տանջվել եք, աշխատել եք հանուն մեր երկրի, հանուն մեր հանրապետության, որ այսօր ունենաք հիանալի ծերություն, կեցցե մեր առաքելական Սուրբ Հայոց եկեղեցին, կեցցես դու իմ հպարտ հայ ազգ, լավ եղեք, պինդ եղեք, 2026-ին մերժում ենք 16-ին, գյուղ հելի գերան կկոտրի, հիշեք դա։